Ես նկատի ունեմ այն կառույցի արտադրած փաստաթղթերը, որ անմիջապես զբաղվում էր Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմամբ։ Ես դա նկատի ունեմ։ Այսինքն, եթե մենք ելնենք այն տրամաբանությունից, որ պետք է հավերժ պատերազմեինք Ադրբեջանի հետ, իսկ դա ձեր նկարագրած սցենարով այդ նշանակում էր հավերժ պատերազմ, այդ նշանակում էր ընդհանրապես մենք պետք է հրաժարվեինք որևէ բանակցային պրոցեսից, որովհետև եթե ասվում է բանակցություններ, այդ նշանակում է ապրիորի առանց որևէ բանի փոխզիջումներ, եթե փոխզիջումներ չկան, դրանք բանակցություններ չեն, դա պարտադրանք է, մոտավորապես կամ ավելի ճիշտ այնպես, ինչպես այսօրվա Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները, երբ որ Ադրբեջանը պայմաններ է դնում, դրանից 2-3 ամիս հետո Հայաստանի կառավարիչը հայտարարում է, որ դա Հայաստանի ցանկությունն է, որ Հայաստանի որոշումն է դա, այնպես որ շատ պարզ է, էլի, շատ պարզ։ Եթե մենք այդ ճանապարհով գնայինք, ես ձեզ հավաստիացնում եմ, որ շատ կարճ ժամանակ հետո ուրիշ խնդիրների կհանդիպեինք։ Բանակցությունները ցանկացած կոնֆլիկտի դեպքում անհրաժեշտություն են, եթե դու ցանկանում ես այդ կոնֆլիկտը լուծել խաղաղ ճանապարհով։ Բայց լավ, 18 թվականից հետո այդ հարցերը ձեզ մոտ չանցան։ Ես կարծում եմ, որ նրանք, ովքեր մինչև 18 թվականը փորձում էին դա որպես կշտամբանք ներկայացնել Հայաստանի 3 նախագահներին, նրանց մոտ արդեն պետք է իրատեսություն առաջանար։ Եթե չի առաջացել այդ իրատեսությունը, ես ափսոսում եմ։ Եվ եթե թույլ տաք, խորհուրդ կտամ իրադարձությունների մի քիչ իրատեսական մոտեցում ցուցաբերել, էլի։ Ես չեմ կարողանում պատկերացնել, թե ինչպես կարելի է հավերժ պատերազմել, հələ այդ պատերազմում էլ հաջողություններ ունենալ։ Ես առաջին հարցին պատասխանելիս կարծում եմ նաև անդրադարձա մեր հնարավորություններին։ Շնորհակալություն։ Հիմա երրորդ հարցն եք տալիս, թե